Նայեցեք այստեղ ներսում անցկացվող գագաթնաժողովից ինչ ակնկալիքներ ունեք ու արդյոք մասնակիցներին ձեր ձայնը լսելի է։ Ես ակնկալիք ունեմ, որ արդարությունը ի վերջո հաղթի ու արցախցիները ունենան իրավունքը վերադարձի, արցախցիները վերադառնան իրենց բնորան, իրենց հայրենիքը ու դատապարտվի Ադրբեջանի այդ վանդալիզմի դրսևորումները, լինեն պատժամիջոցներ, վերջի վերջո իրենք եվրոպական երկրների առաջնորդներ են եւ ղեկավարներ են եւ իրանք դեմոկրատիայի կրողներ են հանդիսանում ու պետքա ոչ, ես Սփյուռքից եմ, բայց ես կողմ եմ, որ արդարությունը ոչ թե միայն մեր երկրում, այլ բոլոր աշխարհում արդարություն լինի, դադարեցվեն պատերազմները, ցեղասպանություններ չլինեն, 15 թվին հայոց ցեղասպանությունը որ տեղի ունեցավ ու չդատապարտվեց ու դրա պատճառով աշխարհում շարունակվում են ցեղասպանությունները, վերջինը 23 թվի Արցախի հայաթափումներ, որը նույնպես ցեղասպանություն էր։ Պետք է բոլոր հարցերին ճիշտ բնորոշում տրվի ու արցախցիների վերադարձը ապահովի իրենց բնորան։ Գործող իշխանության համար Արցախի էջը փակ է ու երբ որ խոսում ենք այդ վերադարձի իրավունքի մասին, ասում են, որ դրանով խոչընդոտում եք խաղաղության օրակարգին։ Ես այդպես չեմ մտածում, եթե խոսում ենք իրական խնդիրների մասին, պետք է դրանց լուծում տրվի, ոչ թե ուղղակի էջը փակեն ու թերթեն անցնեն նոր էջի, այլ պետք է նախկին խնդիրները լուծել, ճիշտ տարբերակով ու նոր անցնել հաջորդ էջին։ Իսկ ինչպես եք պատկերացնում հետ վերադարձը։ Պետք է լինի անվտանգ վերադարձ, թեկուզ ժամանակավոր Ադրբեջանի հովանու ներքո, եթե դրոշի ներքո կոպիտ ասած, իսկ ապագայում լինի հանրաքվե եւ Արցախը ճանաչվի որպես ինքնավար պետություն։ Շնորհակալ եմ, որ եկել եք։